Հակառակը, դուք պետք է մեզ օգնեք, այդ խոշորներից հարկերը մեր դաշտ, այս է մեր նպատակը, գարի, մեր հարուտները մտնել, այս արենեն արդես բաներ չկա, նրանցիկ ձեր գործ հանգիստ արեք, խուսապեք այդ պասը թղթավորին, մենք գիտենք։ Դեր մենք պետք է այդ 10,000-ից որոշենք ու մոտ ենք մտնելու, դա նա ռիսկերի կառավարում կա, ռիսկերի կառավարումը ծրագիր է, ասում այս 10,000 մարդուց, հատկապես նրանց մոտ մտնի, ում օրինակ ներմուծումը 100 միլիոն դրամից կամ 500 միլիոն դրամից բարձր է, երբ որ պարոն վարչապետ ասում խոշորը, ես ցույցում եմ ստացել, մենք ցույցում ենք ստացել, ֆինանսների նախարարի հետ մշակել ենք բոլոր այն մեխանիզմները, որ այդ փոքրի մոտ չմտնենք, եթե փոքրը շրջանառությունը չունի, ներողություն խնդրում եմ, վերջացնեմ այն խնդրում եմ, ես խնդրում եմ, ես կարևոր ինֆորմացիա եմ տալիս ձեզ, եթե ձեր շրջանառությունը, եթե ձեր մասին ոչ մի ինֆորմացիա ասում են, փաստաթղթավորենք ձեր ապրանք, եթե դուք իրոք ձեր շրջանառությունը 58-3-ից ավելի չի, ինչ եք դուք վախենում Երկրորդը, հիմա դուք ասում եք խոշորը փաստաթուղթ չի տալու։ Հենց դա մենք արել ենք խոշորը համար, դուք մեզ համար որպես արկածում մենք ձեզ չենք դիտարկում։ Հասկացեք, դուք դարձել եք մի հարթակ, որտեղ խոշորը մեզ խախտում է պետությանը, ձեր միջոցով։ Հիմա մենք ես ինչ եք ասում, ասում եք փաստաթղթավորեք այդ ապրանքը։ Երրորդը, դուք ասում եք փաստաթուղթ չի տալիս։ Հիմա կոնկրետ, դրա համար կա հարկային ծառայություն, կան մարմիններ, որոնք պետք է հետևեն եւ օրենքի սահմաններում, օրենքի շրջանակներում մարդկանց պատասխանատվության ենթարկել։ Եթե օրենք կա, որ պետք է փաստաթղթավորի իր ապրանքը, պետք է անի ինքը, ինչի մասին է խոսքը։ Կլինեն մասնավոր դեպքեր, չինեմ որ կարող փորձեն, բայց դրանք չեն կարող դիմակայել պետական մեքենա, որտեղ օրենք կա, օրենքը պետք է բոլորի համար լինի հավասար, ինչի մասին է խոսքը։ Հիմա մեր ընկերը վիրավորված ասում է ով է այդպես աշխատում։ Դե հիմա եթե այն մոտեցումով անեն, դա վատ բան է, հասկանալի, ես չգիտեմ որ ինչ արել, բայց մենք ուզում ենք Պարոն Աբրամյան, կներեք ձեզ խանգարելու համար, շատ կներեք, եթե ուզում եք ավելի մեծ սուբյեկտի բերեք հարկային դաշտ, ինչ կլինի մեր միջոցով կներեք ես իմ խոսքը չվերջացրի, ներողություն չընտրեցի, շատ կներեք, շատ ներողություն եմ խնդրում, բայց մենք այսօրվա դրությամբ այստեղ նստած մարդիկ եւ դրսում կանգնած մարդիկ այսօր ամենապնդված, ամենաչարչարված եւ ամենավատ վիճակում գտնվող խավեր հանրապետությունում։ Խնդրում եմ, խնդիրները լուծեք այնպես, որ վերևից լուծվի, ոչ թե ներքևից։ Ձուկը գլխից կտրում է, հետո մնացած մասերը մշակում են։ Խնդրում եմ, գլխից սկսեք մշակել։ Մեզ տերորի ենթարկեք, մենք խնդրում ենք տերորի վիճակում։ Հանրապետության մեջ արդեն 3 տարվա մեջ 4 օրենք եք փոխել։ 4 օրենք։ Սա արդեն 4 օրենքն է 3 տարվա մեջ։ Ուղղակի վերևից հարց լուծեք։ Մեզ տալիս են թուղթ, բոլորս էլ ստանում ենք, բայց կախվածը դա ինչ թուղթ է։ Ինչ է գրված այնտեղ ապրանքի արժեքը ինչքան է։ Մենք բոլորս ունենք 5-6-7 տարվա ապրանք, որը մեր զանեժի կարգավիճակում նստած է։ Ինչ թուղթ է ներկայացնում ես 7 տարվա ապրանքի համար։ Այդ ապրանք օրինակի համար ես ձեր կբերեմ, ասենք 10,000 դրամով։ Հիմա ես այդ ապրանքը կարող ամենը կարող եմ միացնել 1000 դրամով։ Ինչպես ես ներկայացնեմ դա թղթավորությունը։ Խնդրում եմ ձեզ, օրենքը բացեցրեք ու սկսեք երկրի խնդիրները լուծել գլխից։ Հետո մի բան վերևից։ ներողություն։ Այս օրենքը մենք դեռ չենք նստել պաշտոնյաներով որոշել։ 20 անգամ ինչ նշանակում է վարչապետ ապրիլից։ Հրավիրեք ՄՄՑ-ի ղեկավարությանը, տնօրենների բանին։ Բոլորը եկել են ստեղ։ Այս մեր բոլորի իրենց առաջարկությունների հիմա վրա ենք այդ որոշում կայացել։ Մենք դա չենք վերցի ասել, սա ճիշտ է, սա ասենք ոնց անեմ, որ ձեզ օգնեմ, որ փոքր միջին բիզնեսը կայանա։ Ճիշտ ասած, մենք էլ շատ զարմացանք, որ ես չէի կարող դա շուկա ասել եկեք։ Ով կա փոքր միջին բիզնեսով զբաղվում է, դե լսեք ավարտեմ դուք խոսեք։ Բոլորը խոսափողը միացրեք։ Այդ անջատեք։ Հիմա ուզում եմ ասել, որ մենք այդպես չենք նստել, որ մենք դերս որոշեք կաբինետում նստած որոշել ենք ոնց անենք, որ խանգարենք կամ կոչընդոտենք։ Հակառակը կառավարության առաջի գործը, որ տնտեսությունը զարգանա, դա բիզնեսը պիտի զարգանա։ Ինչի մասին է խոսքը։ Մենք ոնց կարող կոչընդոտենք, բայց հիմա նորից եմ կրկնում։ Դուք ուզելով, չուզելով, գիտակցաբար թե ոչ, հայտնվել մի հարթակ, որտեղ դու դառնում մարդկանց համար
Սուբեկ որով ձեզանով իրենք արդեն թաքցնում են, հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք 3% ձեր շրջանառությունները կզարգում 1%, դուք ասում եք դժգոհ եք, դու եք նույնը, եթե դուք արդար եք, ինչ եք ուզում դեր հարի իջացնել, դուք ասում եք իջացնել։ Որ կդարը բարը։ Չէ մի րոպե հարց եմ տալի, եթե Մենք չենք ուզում դերել
$1000 կամ $500 որ դուք աշխատում եք, գանգ է դա վերցնեն ձեր ձեզ, տանիք եք պահում, մեկ էլ նպատակ չունեն։ Ինչի մասին է։ Ես չեմ ասում, հիմա առաջարկում ենք պարոն Արավերձյան 55, ավելի ճիշտ հանձնարարում եմ։ Պարոն Արավերձյան, հիմա դուք ինքներդ կազմակերպեք, 5 գնում, 10 գնում, 20 գնում, թղթի վրա ձևակերպեք ձեր մտահոգությունը։ Ինչ եք ասում։ Ովքեր բողոքում, դիվումի պես գրեք, ակտ ստորագրեք կանատական, ինչա՞ն է բողոքում։